Աշխատատեղերի թիվը։ Այս տարի հոկտեմբերին մենք կրկին ունեցել ենք բացարձակ գրանցված եւ աշխատավարձով ապահովված աշխատատեղերի ռեկորդ։ 2025 թվականի հոկտեմբերին 810,074 գրանցված աշխատատեղ ունենք երկրում։ 2018 թվականի նկատմամբ աճը 223,895 կամ 38%-ով։ Հարգելի գործընկերներ, սա արձանագրում է, որ 2018 թվականից ի վեր մենք Հայաստանի Հանրապետությունում ստեղծել ենք 223,895 աշխատատեղ։ Նման ցուցանիշ, նման ժամանակահատվածի համար Հայաստանի պատմության մեջ երբեք չի եղել։ Ընդ որում, այս աճը շարունակական է։ Մենք տարեցտարի 2024 թվականի նկատմամբ 30,000 հոկտեմբերի նկատմամբ 30,000 աշխատատեղ է ստեղծվել, 31,000 4% ավել։ Միջին աշխատավարձը հոկտեմբերին 313,000 դրամ է։ 2018 թվականի նկատմամբ աճը 135,657 դրամ կամ 76%։ Շատ խոսում են գնաճի մասին։ Չի եղել Հայաստանում 76%-անոց գնաճ։ Եվ ընդհանրապես իրական արտահայտությամբ մեր աշխատավարձերի աճերը երկնիշ են 20 եւ ավել տոկոս, ինչը ցույց է տալիս քաղաքացիների բարեկեցության մակարդակը։ Եկամտային հարկը, որը հոկտեմբերին վճարվել է, եղել է 50 միլիարդ 699 միլիոն, որը 2018 թվականի հոկտեմբերի համեմատ համարյա կրկնակի ավել է 95%-ով 24 միլիարդ դրամի։ Եվ ուզում եմ նաև ընդգծել, որ հիմա այս ամեն ինչի այս թվերը ինչ կապ ունեն քաղաքացիների բարեկեցության հետ։ Քաղաքացիների բարեկեցության հետ կապ ունեն այնքանով, որ մենք 2018-ից 2025 թվականը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ուշադրություն դարձրեք 384 միլիարդ դրամ ենք վերադարձրել եկամտային հարկի գծով քաղաքացիներին։ Այդ փողը ուղղակի տվել են քաղաքացիներին, որոնք ընդ որում, եթե նախորդող շրջանի համեմատում ենք, թե եկամտային հարկի վերադարձի հիպոթեկի ծրագրի համեմատ վերադարձը աճը 9500%-ով աճ է եղել ծրագրի նախորդող շրջանի վերադարձի համեմատ։ Եւ սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է հետեւյալը։ Ես նաեւ համեմատություն եմ անել 2010-ից 17 եւ 2018-ից 25 թվականները։ Անշարժ գույքի գործարքները, որ մարդիկ տուն են գնել, աճել է 67,000-ով, ավելի քան 67,000-ով, 64%-ով։